Սիրելի հայրենակիցներ, ես անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ այս 4 շաբաթների ընթացքում մի ելույթի եմ սպասել այս ամբիոնից։ Ես սպասել եմ Սասուն Միքայելյանի ելույթին։ Ես սպասել եմ, որ ինքը գա ու այս ամբիոնից պատմի, նկարագրի, թե ինքը ինչ է զգացել, երբ որ Նիկոլ Փաշինյանը, ձեր քաղաքական թիմի առաջնորդը, հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը բեռա, թակարդ է, թոկ է, որ Հայաստանի պետականությանն ու ապագան զրոյացնելու նախագիծ է։ Ես անկեղծ եմ ասում, ես անկեղծորեն ցանկացել եմ լսել Սասուն Միքայելյանին, առաջին պատերազմի մասնակից, երկրապահի նախագահ, կամանդիրին եմ ուզեցել լսեմ ի վերջո։ Ու առաջին ելույթը Սասուն Միքայելյանի ինչի մասին էր։ Հոկտեմբերի 27-ի։ Հոկտեմբերի 27-ի ողբերգության հերթական անգամ շահարկման։ Այստեղ տեսարաններ նկարագրեց պարոն Միքայելյանը, իմ ավագ գործընկերներ ասեցին, որ անգամ դահլիճում չի եղել, գիտեք ուր է եղել, ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությանն է եղել։ Բայց մի բանի մասին չխոսեց, պարոն Քոչարյան։ Այս ցուցակի մասին ինչի չխոսեց պարոն Միքայելյան, այս ինչ ցուցակ է։ Այս ինչ ցուցակ է, պարոն Քոչարյան։ Վազգեն Սարգսյանը ձեր ընկերն էր, չէ՞։ Վազգեն Սարգսյանը ձեր ընկերն էր, չէ՞։ Ամբողջ կյանքում Վազգեն Սարգսյանի անունը քաղաքական կապիտալի վերածեցիք, օգտագործեցիք, բայց երբ որ ձեր ընկերոջ մարմինը դեռ չէր սառել այս դահլիճում, դուք իր դիակի վրա առևտուր էիք անում։ Այո, դուք առևտուր էիք անում իր դիակի վրա։ Ու հետո ամբողջ կյանքում Վազգեն Սարգսյանի անունը օգտագործեցիք։ Բայց հետո ինչ արեցիք դուք։ Վազգեն Սարգսյանի անունը օգտագործելով դուք իր կյանքի ամբողջ նպատակը տանուլ տվեցիք, վարի տվեցիք, պարոն Քոչարյան, պարոն Միքայելյան։ Վազգեն Սարգսյանի կյանքի ամբողջ նպատակը Արցախյան շարժումն էր, չէ՞, որը ձեր այսօրվա առաջնորդը բեռ ու թակարդ է համարում։ Ես անկեղծորեն ուզում եմ հասկանալ Սասուն Միքայելյանը ինչ է զգում, երբ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմնավորել, որ մեր նահատակները անցյալի բեռ են, խաղաղության դեմ։ Ես անկեղծ ուզում եմ հասկանալ իրեն։ Ինքը ինչ է զգում, ինքը ինչ զգացողություններ ունի։ Ինքը ի վերջո կամանդիրն է, թե ՔՊ-ի Սասուն Միքայելյանն է։ Բայց այդ հարցերի պատասխանները չկան։ Դուք տասնամյակներ շարունակ շահարկում եք Վազգեն Սարգսյանի անունը։ Տասնամյակներով շահարկում եք, այդ մարդու անունը շահարկում եք դուք։ Բայց նորից եմ ասում, երբ որ իր դիակը չէր սառել, դուք հեղաշրջում էիք ուզում անել։ Ասում եմ ցարի բոգն էր Ռոբերտ Քոչարյանը։ Այդ ցարի բոգի առաջ պաշտոնները ձեր մեջ էիք արել ու իշխանություն էիք ցանկանում վերցնել։ Պարոն Քոչարյան այստեղ հետաքրքիր հարցադրումներ է անում։ Ասում է, այո, ես էլ պետք է հարցեր տամ դատախազին։ Ես էլ հարցեր ունեմ, պարոն Քոչարյան, նույն հանձնաժողովում ենք լինել, ուրախ եմ։ Օրինակ դուք ինչի՞ չեք հարցաքննվել այս տարիների ընթացքում, այս ցուցակով։ Դուք ինչի այս ցուցակով չեք հարցաքննել։ Դուք եք 8 տարի շարունակ շարքում հոկտեմբերի 27-ը ու ամեն առիթով փորձում մեղադրանքի սլաքները ուղղել Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Այս ցուցակով դուք ինչի չեք հարցաքնվել եւ նորից եմ ասում, ես հուսով եմ, որ Սասուն Միքայելյանը այս ամբիոնից կպատասխանի, ինքը ի վերջո կամանդիրն է, թե ՔՊ-ի Սասուն Միքայելյանը։